Բարև ձեզ, Արցախի հանրային հեռուստատեսության եթերում հետհաշվարկն է։ Խաղ, որտեղ կարևոր է թիմային մտածելակերպը, առաջնորդական հմտություններն ու հաջողությունը։ Շրջանաձև խաղեր, խաղ 2, այսօր մեր հետ խաղում են 3+2 և Error 404 թիմերը։ Խաղի կանոնները նույնն են, ոչինչ չի փոխվել, յուրաքանչյուր խաղին մասնակցում է 2 թիմ, տրվում են հարցեր։ Հարցերի համար ունեք 1 րոպե ժամանակ։ 2 անգամ լսվում է ձայնային ազդանշան։ Առաջինը 10 վայրկյան մնացած և երկրորդը 1 րոպեն ավարտվելուց հետո։ 10 վայրկյան մնացած ձայնային ազդանշանը լսելու դեպքում դուք պետք է ձեր պատկերացրած ճիշտ պատասխանը գրեք գրատախտակին։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դիմաց թիմը լքում է 1 խաղացող վիճակահանության միջոցով, եթե չեք ցանկանում, որ տվյալ խաղացողը լքի խաղը, ապա թիմի ավագը օգտվում է վետոյի իրավունքից։ Եթե թիմի ավագը չի օգտվում վետոյի իրավունքից, ապա վետոյի իրավունքն անցնում է թիմին։ Հաղթում է այն թիմը, ով 5 միավոր է վաստակում և այլևս խաղացող չի ունենում։ 4-4 հաշվի դեպքում խաղում ենք մինչև առաջին ճիշտ և սխալ պատասխանը։ Սրանք խաղի կանոնների մասին։ Այժմ ներկայացնենք թիմերին և թիմերի կազմը։ Սկսենք Error 404-ից։ Ցականյան Հրանտ, Մարտիրոսյան Վլադիմիր, Առաքելյան Արթուր, Աբրահամյան Գրետա և Սարգսյան Իզաբելլա։ 3+2 Դոլուխանյան Վլադիմիր, Ահարոնյան Վահրամ, Գրիգորյան Արմինե, Եսայան Անուշ և Շահրամանյան Անուշ։ Մինչև խաղին անցնելը հիշեցնեմ, որ հիթաշվարկ ինտելեկտուալ խաղ մրցույթն անց է կացվում Արցախի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Հետհաշվարկը սկսված է, հարց առաջին։ Լոնդոնի փողոցներում 2,5-ից 3 մետր բարձրություն ունեցող սյուների վրա ամրացված արկղերում ծաղիկներ են աճեցնում։ Ում աչքերը պետք է ուրախացնեն այս ծաղիկները։ Լոնդոնի փողոցներում 2,5-ից 3 մետր բարձրություն ունեցող սյուների վրա ամրացված արկղերում ծաղիկներ են աճեցնում։ Ում աչքերը պետք է ուրախացնեն այս ծաղիկները։ Ում աչքերը պետք է ուրախացնեն այդ ծաղիկները։ Դուք 2 թիմերն էլ պատասխաններ ունեն։ Ես կարող եմ հանգիստ կանգնեցնել ժամանակը։ Սկսենք 3+2-ից, խնդրեմ։ Մեր կարծիքով երկհարկանի ավտոբուսների ուղևորների։ Ձեր պատասխանը պարզ է։ Միապետի։ Միապետի։ Լոնդոնի փողոցներում 2,5-ից 3 մետր բարձրություն ունեցող սյուների վրա ամրացված արկղերում ծաղիկներ են աճեցնում։ Ում աչքերը պետք է ուրախացնեն այդ ծաղիկները։ Իհարկե երկհարկանի ավտոբուսների ուղևորների։ 1-0 և 3+2-ը լքում է Եսայան Անուշը։ Ուշադրություն, հարցը 1-0։ Չնայած դրանց թիվը հասնում է 138-ի, մենք սովոր ենք տեսնել դրանցից միայն 7-ը։ Անգլիացիները կարծում էին, որ դրանք նման են կառքի, որը քաշում են
3 զույգ ձիեր։ Բայց իրոկեզներն ու քաղդիացիները այն անվանում են նաև այլ կերպ, ինչպես մենք։ Անվանեք այն։ Չնայած դրանց թիվը հասնում է 138-ի, մենք սովոր ենք տեսնել միայն 7-ը։ Անգլիացիները կարծում էին, որոնք նրանք նման են կառքի, որը քաշում են 3 զույգ ձիեր։ Բայց իրոկեզներն ու քաղդիացիները այն անվանում էին նաև նույն կերպ, ինչպես մենք։ Անվանեք այն։ Տասը վայրկյան։ Ժամանակ, սկսենք error 404-ից, խնդրեմ։ Մոլորակները։ Մեր կարծիքով ձիածանի 7 գույները կամ ընդհանրապես 7 գույները։ Հասկանալի է ձեր պատասխանը։ Մենք ճիշտ պատասխան չունենք, խոսքը մեծ արջի համաստեղության մասին է։ Ուշադրություն հարց։ Հիմա այն մեզ միանգամայն բնական է թվում, բայց Ջուզեպպե Վերդին առաջին անգամ հանդիպելով դրան 1874 թվականին Վիեննայի օպերայի թատրոնում համարեց, որ դա քուն և ձանձրույթ է առաջացնում։ Ինչն է այդքան զարմացրել Վերդին։ Կրկնում եմ հարցը, հիմա այն մեզ միանգամայն բնական է թվում, բայց Ջուզեպպե Վերդին առաջին անգամ հանդիպելով դրան 74 թվականին Վիեննայի օպերայի թատրոնում համարեց, որ դա քուն և ձանձրույթ է առաջացնում։ Ինչն է այդքան զարմացրել Վերդին։ Ինչն է զարմացրել Վերդին։ 10 վայրկյան։ Ժամանակ։ Այս անգամ սկսում ենք 3+2-ից, խնդրեմ։ Ենթադրում ենք, որ վալս։ Վալս, ձեր պատասխանը պարզ է։ Թատրոնի նստարանները։ Թատրոնի նստարանները։ Նրանք ինչպիսին էին, որ քնելու համար հարմար չէ։ 74 թվականը չկային դրանք։ Ձեր պատասխանը պարզ։ Հիմա այն մեզ միանգամայն բնական է թվում, բայց Ջուզեպպե Վերդին առաջին անգամ հանդիպելով դրան 74 թվականին Վիեննայի օպերայի թատրոնում համարեց, որ դա քուն և ձանձրույթ է առաջացնում։ Խոսքը ներկայացման մեկնարկից հետո դահլիճում լույսերն անջատելու մասին է։ Խաղի հաշիվն է 1-0, ուշադրություն հարցը։ Ըստ խորհրդային հայտնի թարգմանիչ Իվան Կոշկինի, ստացված թարգմանության համար անհրաժեշտ է 3 մասնակից։ Բնագրի հեղինակը, ում կամքը մարմնավորում է տեքստը, թարգմանիչը, իսկ ով է երրորդ։ Ըստ խորհրդային հայտնի թարգմանիչ Իվան Կաշկինի, ստացված թարգմանության համար անհրաժեշտ է 3 մասնակից։ Բնագրի հեղինակը, թարգմանիչը և ով։ Եվ ով։ Բնագրի հեղինակը, թարգմանիչը և ով։ Եվ մենք պատասխան ունենք, երկու թիմերն էլ և ես ժամանակը ավելորդ չեմ ծախսում, սկսում ենք այս անգամ error 404-ից։ Ընթերցողը։ Եվ ընթերցողը։ Մենք նույնպես։ Եվ ընթերցողը։ Խոսքը խմբագրի մասին է, առանց նրա կազմակերպական աշխատանքի գիրքը չի տպագրվի։
Հարց ֆուտբոլասերների համար Բունդեսլիգայի ակումբների անունները հաճախ ներառում են հիմնադրման տարեթիվը։ Մյունխեն 1860, Շալկե 04, Բարուսիա 09, ինչպես կբացատրեք Քյոլն 0107 անվանվամ թվերը։ Բունդեսլիգայի ակումբների անունները հաճախ ներառում են հիմնադրման տարեթվերը։ Մյունխեն 1860, Շալկե 04, Բորուսիա 09, ինչպես կբացատրեք Քյոլն 0107 անվանվան թվերը։ Հաճախ Բունդեսլիգայի ակումբների անունները հաճախ ներառում են հիմնադրման տարեթվերը։ Ժամանակ։ 1 վայրկյան սպասեք։ Խնդրեմ 3+2։ Մենք կարծում ենք հիմնադրման տարեթիվը 1901, 7-րդ ամսում, այսինքն հուլիս։ Ձեր պատասխանը պարզ է։ Առաջինը ստեղծման, երկրորդն էլ վերստեղծման, կազմավորվելուց հետո վերստեղծման տարեթվերը։ Դուք մոտ եք ցավոք սրտի, բայց ճիշտ պատասխանը չտվեցիք։ Քյոլնը առաջացել է 1901 եւ 1907 թվականներին հիմնադրված երկու ակումբների միաձուլման արդյունքում։ Սիրելի հեռուստադիտող, սիրելի գիտակներ, նկարով հարց։ Արվեստի պատմաբանները ենթադրում են, որ սյուրռեալիստ Մաքս Էրնստի 1922 թվականին նկարած ընկերների հանդիպում նկարը ունի թաքնված ենթատեքստ։ Բանն այն է, որ Մաքսը մանկուց սովորել է դա շնորհիվ իր հոր, ով աշխատել է որպես ուսուցիչ։ Անվանեք դա։ Կրկնում եմ հարցը։ Արվեստի պատմաբանները ենթադրում են, որ սյուրռեալիստ Մաքս Էրնստի 22 թվականին նկարած ընկերների հանդիպում նկարը ունի թաքնված ենթատեքստ։ Բանն այն է, որ Մաքսը մանկուց սովորել է դա շնորհիվ իր հոր, ով աշխատել է որպես ուսուցիչ։ Անվանեք դա։ Ժամանակը սպառվել է, խնդրեմ։ Անվանեք դա, նվագել։ Ժեստերի լեզուն։ Ժեստերի լեզուն։ Մենք ճիշտ պատասխան ունենք ժեստերի լեզուն։ 2-0 եւ Շահրամանյան Անուշն է լքում խաղը։ Խաղի հաշիվն է 2-0, ուշադրություն հարց։ Պաբլո Պիկասոն ըստ երևույթին իսկապես նկարիչ էր ծնվել։ Նրա արտաբերած առաջին խոսքը եղել է պիզ բառը, որը իսպաներեն լապիզ բառի կրճատ ձևն է։ Ինչպես է այն հայերեն թարգմանվում։ Պաբլո Պիկասոն ըստ երևույթին իսկապես նկարիչ էր ծնվել։ Նրա արտաբերած առաջին խոսքը եղել է պիզ բառը, որը իսպաներեն լապիզ բառի կրճատ ձևն է։ Ինչպես է այն հայերեն թարգմանվում։
Error 404 դուք պատասխան ունեք։ Խնդրեմ ձեր պատասխանը։ Վրձին։ Ներկել։ Խոսքը մատիտի մասին է։ Մենք ճիշտ պատասխան չունենք։ 2-0 Ուշադրություն հարցը։ Չհասկանալով այս ցեղերի լեզուն, հին սլավոնները համարում էին, որ նրանք լեզու չունեն, քանի որ չեն կարողանում հասկանալ իրենց, որ ցեղերի մասին է խոսքը։ Չհասկանալով այս ցեղերի լեզուն, հին սլավոնները համարում էին, որ նրանք լեզու չունեն, քանի որ չեն կարողանում հասկանալ իրենց, որ ցեղերի մասին է խոսքը։ Որ ցեղերի մասին է խոսքը։ Որ ցեղերի մասին է խոսքը։ Դասավարկեմ։ Ժամանակ։ Սկսենք 3+2-ից, այս անգամ։ Մեր կարծիքով գերմանական ցեղերի մասին է։ Բարձ է ձեր պատասխանը։ Մոնղոլական Մոնղոլական ցեղերի ցեղերի։ մասին։ Նեմա, նետ, նեյմեց, նեմեց, գերմանացիների մասին է խոսքը։ 3-0 Եվ 3+2-ը լքում է Ահարոնյան Վահրամը, որոշմանն ենք սպասում։ Լքում է Ահարոնյան Վահրամը։ Ինչպիսի ինքնազոհաբերման ժեստ։ Խաղի հաշիվն է 3-0, ուշադրություն հարց։ Սրա գաղափարը եղել է բոլոր հասարակություններում։ Ըստ որոշ մասնագետների անգամ փոքր երեխան ունի դրա բնականոն զգացողություն եւ պահանջարկ։ Հուստինյանոս Կայսրը այն ներկայացրել է որպես մշտական ու հավերժական ցանկություն, որը ստիպում հարկադրում է ամեն մեկին իրավացիորեն կատարել իր պարտականությունները։ Ինչի մասին է խոսքը։ Կրկնում եմ հարցը։ Սրա գաղափարը եղել է բոլոր հասարակություններում, անգամ մեր հասարակությունում կա։ Ըստ որոշ մասնագետների անգամ փոքր երեխան ունի դրա բնականոն զգացողությունը եւ պահանջարկը։ Հուստինյանոս Կայսրը այն ներկայացրել է որպես մշտական եւ հավերժական ցանկություն, որը ստիպում հարկադրում է ամեն մեկին իրավացիորեն կատարել իր պարտականությունները։ Ինչի մասին է խոսքը։ Դասավարկյան։ Ժամանակ։ Error 404-ից սկսենք այս։ Ազատությունը։ Ազատությունը։ Արդարության զգացումը։ Արդարության զգացումը։ Արդարությունը։ Այս գաղափարը եղել է բոլոր հասարակություններում, ըստ որոշ մասնագետների անգամ փոքր երեխան ունի դրա բնականոն զգացողությունը եւ պահանջարկը։ Հուստինյանոս Կայսրը այն ներկայացրել է որպես մշտական ու հավերժական ցանկություն, որը ստիպում հարկադրում է ամեն մեկին իրավացիորեն կատարել իր պարտականությունը։ Խոսքը արդարության զգացողության մասին է։ 4-0 Եվ դուք փաստացի հանգիստ կարողանում եք օգտվել վետոյից ցանկացած պարագայում։ Վլադիմիր Դոլուխանյանը մնում է եւ տրամաբանորեն խաղը լքում է Գրիգորյան Արմինեն։ Սիրելի հեռուստադիտող, հարգելի գիտակներ, ուշադրություն հարց։ Այդ հայտնի անձը մի քանի տարի ծախսեց բազային երկրաչափական պատկերը փնտրելու համար։ Մինչև 1961 թվականի հոկտեմբերին գտավ գնդաձև լուծում։
Էկրանին դուք տեսնում եք այս անձին նվիրված հուշատախտակից մի հատված, որ քաղաքում է գտնվում այս հուշատախտակը։ Այդ հայտնի անձը մի քանի տարի ծախսեց բազային երկրաչափական պատկերը փնտրելու համար մինչև 1961-ի հոկտեմբերին գտավ գնդաձև լուծում։ Էկրանին դուք տեսնում եք այս անձին նվիրված հուշատախտակից մի հատված, որ քաղաքում է գտնվում այս հուշատախտակը։ Որ քաղաքում էր գտնվում այս հուշատախտակը։ Դուք ունեք պատասխան երկուստը։ Ժամանակն էլ սպառվել է։ Error 404-ից սկսենք։ Կահիրե։ Կահիրե։ Նյու Յորք։ Նյու Յորք։ Խոսքը Սիդնեյի մասին է։ Ճարտարապետ Յորն Ուդզոնի նվիրված հուշատախտակը կիսագնդի տեսք ունի, որի մեջ անցքեր են Սիդնեյի օպերային թատրոնի նմանությամբ։ Ճարտարապետը բացատրել է, որ նախագիծը ստեղծելիս նա ներշնչել է մաքրած նարինջի կիսագնդաձև մասերով, որոնց միացումով հնարավոր է լիարժեք գունդ կազմել։ Ուշադրություն հարցը։ Սերվանտեսը գրում է, որ ինչ-որ անտաղանդ նկարիչ մի անգամ աքլոր էր նկարել, որից հետո ստիպված էր եղել մեկ այլ բան էլ անել։ Նմանատիպ գործողություն, սակայն ճիշտ հակառակ իմաստով ավելի քան 3 դար անց կատարել է մեկ այլ նկարիչ։ Անվանեք այդ նկարչին։ Սերվանտեսը գրում է, որ ինչ-որ անտաղանդ նկարիչ մի անգամ աքլոր էր նկարել, որից հետո ստիպված է եղել մեկ այլ բան էլ անել։ Նմանատիպ գործողություն, սակայն ճիշտ հակառակ իմաստով ավելի քան 3 դար անց կատարել է մեկ այլ նկարիչ։ Անվանեք այդ նկարչին։ Տասվարկյան։ Ժամանակ։ Չունեք պատասխան, դուք ունեք պատասխան։ Վան Գոգ։ Վան Գոգն ըստես։ Սերվանտեսը գրում է, որ ինչ-որ անտաղանդ նկարիչ մի անգամ աքլոր է նկարել, որից հետո ստիպված էր եղել մեկ այլ բան նկարել, մեկ այլ բան անել։ Նմանատիպ գործողություն, սակայն ճիշտ հակառակ իմաստով ավելի քան 3 դար անց կատարել է մեկ այլ նկարիչ։ Խոսքը Ռենե Մագրիտի մասին է։ Մի անգամ նա աքաղաղ էր նկարել, բայց այն անգամ վատ էր ստացվել, որ ստիպված եղավ դրա տակ մեծ տառերով գրել. Սա աքլոր է։ Սյուրռեալիստ Ռենե Մագրիտի պատկերների դավաճանություն հայտնի նկարում ծխացող ծխամորճի պատկերի տակ կա։ Սա ծխախոտ չէ, մակագրությունը։ Խաղի հաշիվը չի փոխվել, 4-0, մենք շարունակում ենք։ Գլեբ Դոյնիկովի վայրակ հաղթողը գրքում հրամանատարի վիրավորման պատճառով նավի քահանան ստիպված է լինում իրականացնել հրամանատարի որոշ պարտականություններ։ Ահա նրա հրամաններից մեկից մեջբերում։ Բարձրությունը 10, շեղում 7, ավարտեք մեջբերումը 1 բառով։ Գլեբ Դոյնիկով վայրակ հաղթողը գրքում
Հրամանատարի վիրավորումի պատճառով նավի քահանան ստիպված է լինում իրականացնել հրամանատարի որոշ պարտականություններ։ Ահա նրա հրամաններից մեկից մեջբերում, բարձրությունը 10, շեղում 7, ավարտեք մեջբերումը 1 բառով։ Երկու թիմերն էլ պատասխան ունեն։ Ես կանգնեցնում եմ ժամանակը։ Սկսենք error 404-ից։ Կրակ։ 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 Կրակը հաջորդ բառն էր։ Քահանան ինչ պետք է ասեր։ Ամեն։ Սովորությունը մեծ ուժ է, քահանան նախ ասաց ամեն, իսկ հետո նոր կրակ։ Խաղի հաշիվը չի փոխվել։ 4-0 մենք շարունակում ենք։ Հայտնի նկարի հիման վրա ստեղծված ծաղրանկարում մարդը շրջվում է եւ ասում. Դադարեք ինձ հետապնդել։ Ասացեք, խնդրեմ, ինչի խորհրդանիշն է այս նկարը։ Կարծում եմ նորից հարցը։ Հայտնի նկարի հիման վրա ստեղծված ծաղրանկարում մարդը շրջվում է եւ ասում. Դադարեք ինձ հետապնդել։ Ասացեք, խնդրեմ, ինչի խորհրդանիշն է այս նկարը։ Կրկնում եմ հարցը։ Հայտնի նկարի հիման վրա ստեղծված ծաղրանկարում մարդը շրջվում է եւ ասում. Դադարեք ինձ հետապնդել։ Ասացեք, խնդրեմ, ինչի խորհրդանիշն է այս նկարը։ Ժամանակ։ Error 404 թիմից սկսում ենք մեր պատասխանը։ Ստվեր։ Էվոլյուցիայի։ Էվոլյուցիայի։ Հայտնի նկարի հիման վրա ստեղծված ծաղրանկարում մարդը շրջվում է եւ ասում. Դադարեք ինձ հետապնդել։ Ասացեք, խնդրեմ, ինչի խորհրդանիշն է այս նկարը։ Խոսքը իհարկե էվոլյուցիայի մասին է։ Դարվինյան էվոլյուցիայի մասին է։ Անցած եթերաշրջանում չգրանցված հաշիվ, բավականին աննախադեպ դեպք։ Հետաշվարկ ինտելեկտուալ խաղ մրցույթի առաջին եթերաշրջանի հաղթողը եւ գավաթը նվաճած թիմը պարտվում է 5-0 հաշվով 3+2 եւ error 404 թիմերի միջև բավականին հետաքրքիր խաղում 5-0 հաշվով հաղթում է 3+2 թիմը, ինչի համար ես եւ նրանց շնորհավորում եմ։ Ինձ մնում է միայն հիշեցնել, որ հետաշվարկ ինտելեկտուալ խաղմրցույթն անց է կացվում Արցախի հանրապետության նախագահ Արայք Հարությունյանի բարձր հովանու ներքո։ Առողջ եղեք։